Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ոչ ԿՊ վարչության նիստին, ոչ էլ քվեարկություններին։ Նա արտերկրում հանգստանում է։ Ժողովուրդ օրաթերթի ԿՊ-ական աղբյուրների փոխանցմամբ երեկվա քվեարկությունները պատահական չէին եւ փաստացի խորհրդանշեցին Սիմոնյանի ներկուսակցական ազդեցության նվազումը։ Նույն աղբյուրների գնահատմամբ նրա քաղաքական մեկուսացման գործընթացքում առանցքային դեր են ունեցել 3 կանայք։ Օգնականից խորհրդական դարձած Աշխեն Հայրապետյանը, որը հայտնի է իբրև Սիմոնյանի արդուկանող, նախկին օգնական, այժմ պատգամավոր եւ ԿՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաեւ ԱԺ լրատվության վարչության պետ Հովիկ Աղազարյանի նախկին օգնական Լաուրա Անտոնյանը։ Ի դեպ օրերս նրանք միասին հանգստանում էին Իտալիայում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Գողություն հայկական ձևով ֆիլմի արտադրության շուրջ ծագած վեճը հասել է դատարան»։ Ոսկու շուկայի վաղաշարումով հայտնի գործարարի Վաղարշ եւ որդի ներկոնցարտ ՍՊԸ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿՄՍ նախարարությանը 2026 թվականի ապրիլի 21-ին ներկայացված հայտնի հիման վրա ընդունել վարչական ակտ, որով Վաղարշ եւ որդի ներկոնցարտ ՍՊԸ-ն կտրամադրվի Գողություն հայկական ձևով ֆիլմի արտադրության նպատակով կատարված եւ փաստացի ներդրված դրամական ծախսերի 25%-ի չափով փոխհատուցում։ Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել ֆիլմի արտադրության համար եւ այժմ պահանջում է, որպեսզի նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի օրենքով նախատեսված 25%-ը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺԿ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև վերանալ։ Վերջին ամիսներին նա մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ երեկ գրանցվեց հերթական անհաջողությունը։ Իշխող կուսակցությունը մերժեց նաև նրա թեկնածությունը ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։